Ձեր կարծիքով ԱԱԾ-ի ինչին է պետք 16 միլիոն դրամով գնված երաժշտական գործիքները։ Չեմ անում, տեղյակ չեմ ես, չեմ կարող ոչ մի բան պատասխանել։ Եթե տեղյակ չեմ կարող ասել։ Ոչխարը էշից չի տարբերում այդքան բան։ Ահա ես տեղյակ չեմ դες բաներից։ Շատ պետք է, ես ինքս երաժիշտ եմ ու գտնում եմ, որ դա շատ լավ բան։ Ազգային անվտանգության ծառայության համար ինչին է պետք։ Ես չգիտեմ անվճար, բայց որ այդ գործիքները տվել են, ճիշտ բան են արել։ Չգիտեմ, մարդկա գնահատում է այդ արժեքները, ասենք, նվագելու բանի համար։ Մենք ճիշտ է, սիրում ենք մուզիկա, ну вообще չենք օգտագործել այդ գնանոց արժեքներով։ Բայց ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ինչին է պետք երաժշտական գործիքները։ Ну գիտես ինչ, թեկուզ հիվանդ մարդուն էլ պետք է ներվերը շատ է հանգստացնում այդ երաժշտությունը, ես տեղյակ եմ այդ մասին, ես тоже շատ եմ սիրում մուզիկա լսելը, մանավանդ Շոպերտը, կոնցերտներ, այդպես հանգստացնող մուզիկաներ, շատ հաճելի է լսել օրեկան ամեն տեղ։ Ոչ մի ձևով իրան պետք չէ այդքան դες աղքատեր գրում։ Ինչու են գնել այդ դեպքում։ Չգիտեմ, իրանց պետք է հարցնել։ Կներեք, վրազում եմ թե չէ շատ բան կասեմ։ Չեմ կարող պատասխանել, չեմ կարող։ Գաղափար չունեմ արևս։ Չեմ կարող ասել։ Մարդիկ իրենք օգտագործում են իրենց ասենք բաների հետ, նաև իրենց բաների հետ։ Ինչ որ իրենք ցանկանում են եւ օգտվում են այդ բաներից։ Ոչ թե ասենք թե նենց ինչ որ կատարում են։ Ժողովրդի համար պիտի իրենք մտածեն, որ ինչպես ասենք կատարեն, որ ավելի լավ անա։ Բայց այդ երաժշտական գործիքները կապ ունեն ժողովրդի մասին մտածելու հետ։ Ուրեմն ինչ է նշանակում դա։ Դա նշանակում է հետևյալ առումով, որ ասենք սովետական միության ժամանակ այդպիսի բաներ չի եղել։ Բոլորն էլ ասենք պատասխանատու են եղել, ովքեր որ բաներ։ Իսկ հիմա որ ասենք քանդեցին բոլոր բաները եւ այլը, եւ ասենք այդտեղ առաջանում է հետեւյալ խնդիրը, որ իրենք կարող են նույնպես օգտվել։ Եվ օգտվելու համար դրանք ամենի ինչ պետք է ասում են, կատարում են։ Այնպես չի էլի, որ ասենք ինչ որ ասենք քայլ են կատարում։ Այդ քայլը կատարում են իրենց համար։ Եվ ժողովուրդը ուրիշ ձևի է հիմա։ Մեր ասենք հայ ժողովուրդը ասենք մտածված սովետական ժամանակ ասենք հայ ժողովուրդը եթե նկատի ունենանք իրենց խնդիրները ասենք բոլոր ասենք 15 ասենք թեվաներին եթե նկատի ունենանք այնտեղ ասենք ուրեմն Հայաստանը երրորդ կամ չորրորդ տեղն էր հանդիսանում առաջինը ասենք հանդիսանում էր Ռուսաստանը հետո մյուս ասենք երկրները երրորդը ասենք կամ չորրորդը հայն է լինում եւ ասենք այդ բոլոր բաները քանդել են եւ ոչ մի ասենք թե մարդու կապակցությամբ մարդուն նույնպես չեն բանանում նկատում օրինակ է համար ասենք թոշակ է ստանում այն ժամանակ գիտեք ինչպես է եղել այն ժամանակ եղել է այնպես որ 120 ռուբլի են տվել այդ 120 ռուբլու հետ գումարած ուրեմն 10% պետությունն է տվել ավելացրել է եւ ասենք յուրաքանչյուր այդ ասենք թե խնդիրները եթե իրար հետ նկատի ունենանք այդ նկատի ունենալու ընթացքը ուրեմն ամենա քիչ ասենք թե բան ստացողը դա ասենք թե հավաքարարն է հավաքարարը 70 ռուբլի էր ստանում այդ 70 ռուբլին իր համար շատ բարձր էր եւ ինքը շատ լավ ապրում էր իսկ հիմա չկա այդպիսի բան հիմա ում որ ինչպես բան անես ոչ մի բան չի կարող կատարի
Ուզում եմ ասեմ, որ ասենք իրենք պետությունը չի բանանում։ Ամեն մեկը մտածում է, ոնց անենք, ինչ անենք, որ օգտվենք։ Եվ օգտվում են։ Կոնկրետ չեմ կարող ասել, առաջին անգամ եմ լսում, բայց այն ինչ որ կատարվում այս երկրում, դա պալատը номер 6։